Հրաշալի ձկնորսություն և առաջին աշակերտներ։ Հիսուսը կանգնած էր Գենեսարեթի լճի եզերքին, երբ ժողովուրդը սկսեց խռնվել նրա շուրջ Աստծո խոսքը լսելու համար։ Նա երկու նավակ տեսավ լճի ափին։ Ձկնորսները նավակից դուրս եկած իրենց ուրկաններն էին լվանում։ Հիսուսը մտավ նավակներից մեկի մեջ, որ Սիմոնին էր պատկանում, և խնդրեց նրան, որ նավակը ցամաքից մի քիչ հեռացնի, և նավակի մեջ նստած սկսեց ուսուցանել ժողովրդին։ Երբ նա իր խոսքը վերջացրեց, ասաց Սիմոնին. «Մի քիչ ավելի խորերը տար նավակը, և նետեցեք ձեր ուրկանները ձուկ որսալու համար»։ Սիմոնը պատասխանեց. «Վարդապետ, ամբողջ գիշեր հոգնեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուրկանները կգցենք»։ Ուրկանները գցեցին և մեծ քանակությամբ ձուկ բռնեցին, այնքան, որ նրանց ուրկանները պատռվում էին։ Այն ժամանակ նրանք նշան արեցին իրենց գործընկերներին, որոնք մյուս նավակի մեջ էին, որ գան և օգնեն իրենց։ Նրանք եկան, և երկու նավակներն էլ լցվեցին ընկղմվելու աստիճան։ Երբ Սիմոն Պետրոսը տեսավ այս, ընկավ Հիսուսի ծնկների առաջ և ասաց. «Հեռացիր ինձանից, Տեր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ Քանի որ ինքը և իր հետ եղողները շատ էին վախեցել տեսնելով իրենց բռնած մեծ քանակությամբ ձկները, նույն վիճակին էին մատնվել Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, որոնք Սիմոնի գործընկերներն էին։ Հիսուսն ասաց Սիմոնին. «Մի վախեցիր, այսուհետև դու մարդկանց պիտի որսաս կյանքի համար»։ Նրանք նավակները ցամաք հանեցին և ամեն ինչ թողնելով հետևեցին Հիսուսին։